Էս էլ մեր գերագույն հրամանատարն է, չշշկռեք, Արարատ Միրզոյանի 2020-ի սեպտեմբերի 30-ին արված գրառումն է, որպեսզի ճակատում հնարավոր հաջողությունների դեպքում դափնիների գողություն հանկարծ տեղի չունենար։ Քաղաքացիական պայմանագրի քարոզիչները այդ օրերին հիշեցնում էին, ով է գերագույն հրամանատարը։ Պարտությունը սակայն ինչպես գիտենք որբ է։ Հիմա բոլորն են մեղավոր, բացի գերագույն հրամանատարից եւ նրա թիմից։ Բոլորը, ընդհուպ մինչև Արցախյան պատերազմի ժամանակ զոհված ազատամարտիկի դուստրը։ Որևէ մեկը կխոսեմ տենց այդ բարձր։ Ուրեմն մյուս անգամ չփորձեք ասեք, որ փախածներով չփորձեք ասեք, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Արցախի մեր հայրենակիցները փախածներն են, իշխանական աթոռը զբաղեցնողները խաղաղություն բերողները։ Չնայած շատ չանցած Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց իր այս պահվածքի համար, բայց շաբաթվա ընթացքում վերստին կրկնեց փախածներ արտահայտությունը, խոստացավ նաև ապացույցներ հրապարակել։ Այո, վախկոտ դավաճանները եւ փախած էլիտաները այս պատմության մեջ պետք է իրենց գնահատականին արժանանան։ Անհասկանալի է էլիտա ասելով ումի նկատի ունի՝ զինվորականներին, մտավորականներին, ռազմաքաղաքական ղեկավարությանը, որի պարագլուխները բաքվում են պատանդի կարգավիճակում։ Ակնհայտ է մեկ բան, սա պատահական վրիպում չէր, պահի ազդեցության տակ արված, սա Փաշինյանի եւ նրա թիմի կողմից վարվող հետևողական քաղաքականության շարունակությունն է։ Մեկ տարի առաջ չէր, երբ Ալեն Սիմոնյանը լրագրողի վրա էր հոխորտում, թե մնայիք կռվեիք։ Պետք է կռվել։ Բայց արդեն մորթվում էին մարդիկ։ Պետք է կռվել։ Քանի ընտանիք էր, պետք է կռվել։ Տարիներ շարունակ քարոզչություն է իրականացվել մեր երկրում։ Ղարաբաղյան կլան, Արցախյան կլան, ղարաբաղցիներ ու հայաստանցիներ տարանջատում է արվել։ Պատերազմից հետո, նույնիսկ Արցախի կորստից հետո էլ այս նարատիվները շարունակում են շրջանառել, հակաարցախյան տրամադրություններ գեներացնել, շարունակում են այսպիսի պարզունակ թեզեր տարածել։ Արցախցին չի կռվել, արցախցին փախել է, մնայիք կռվեիք, առհասարակ մնայիք, ինչու եկաք, հայաստանցին աշխատել ու պահել է Արցախը եւ այսպես շարունակ։ Ինչու է սա արվում։ Նախ եւ առաջ պատասխանատվության հարց կա, պատասխանատվությունից խուսափելու հարց կա։ Այն, որ Արցախը Հայաստան չէ ու վերջ, այլ Արցախը Ադրբեջան է ու վերջ, մեղավոր են արցախցիները, մնայիք կռվեիք։ Հետո ինչ որ հայկական բանակը, ինչպես Շիրակի թեմի առաջնորդներ նշում, հեռադիտակով էր հետևում արցախահայերի ցեղասպանությանը։ Պրահայում Փաշինյանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, բայց հարթակներից հայտարարում են, թե Շահրամանյանն է ստորագրել Լեռնային Ղարաբաղի լուծարման ակտը։ Դուք եւ Ղարաբաղից այդ պրոտեժեները մեզ ասում եք դավաճաններ, սրիկաներ, այս ինչա, վերցրեցիք իշխանությունը 19 օր հետո այդ իրական Ղարաբաղը դարձրեցիք ինքնություն։ Պարզ ասած, մեղավոր են բոլորը, բացի իրենցից եւ անգամ Ադրբեջանից։ Պարզվում է, տեղ ունեցածը նաև էթնիկ զտում չէր։ Ես այդ խոսույթը համարում եմ վնասակար, որովհետև մենք կարանք ասենք էթնիկ զտում, իրանք էլ ասցի հայլային ստանանք էթնիկ զտում, հետո ցեղասպանություն, հայլային ցեղասպանություն։ Էլ ինչպես է լինում էթնիկ զտումը, արգելակվում է Լեռնային Ղարաբաղի հայերի սննդի, գազի, էլեկտրական էներգիայի մատակարարումը։ Կալան օրեր շարունակ լուսաբանել է էթնիկ զտման գործընթացը Կորնիձորում։ Համեկյան Հայաստանում իհարկե այլ կերպ ու այլ ռակուրսից էր լուսաբանվում այն աղետը, որը տեղի ունեցավ։ Ասել, թե քանիսին ենք հանդիպել, զրուցել, ինչպիսի տեսարանների ենք ականատես եղել, քանի ոչ թե կորույս մոր, այրու, եղբայր կորցրած քրոջ հանդիպել, նշանակում է ոչինչ չասել։ Ամուսինս զոհված, որդիս զոհված, ուր գնամ։ Դեպի Խաչն եմ նայում տնից, թուրքն անստած, շրջվում եմ դեպի Շուշին եմ նայում, թուրքն անստած։ Շատ կուզեմ հետ դառնամ, բայց ինչպես ապրեմ։ Սա երևում է, որ Ստեփանակերտում են։ Մենք էլ գալուց իրանք Շուշիից իջնում էին, մեզ նկարելով։ Ոնց կարանք հետ չտան։ Գերեզման ենք թողել։
Ես որ հիշում եմ իմ պապայի գերեզման, ես չեմ կա։ Երեսուն տարի կանեմ արդեն 4 անգամ կռի եմ գնացել, մասնակցել եմ։ Вы знаете, какие жертвы у нас там? Молодежи не осталось, мужчин не осталось там. А после всего этого, как может мать жить с ними? Невозможно это. Սա չգիտեն իշխանությունները, գիտեն, իհարկե գիտեն, վստահ եմ, որ գիտեն։ Դիտավորյալ են կոծկում, որովհետև գիտեն նաև, որ Հայաստանում կա մարդկանց զգալի հատված, որը հակաարցախյան տասնյակ տարիների պրոպագանդայի տակ է մնացել։ Փաշինյանը սնում է նրանց, կերակրում է քարոզչական պարզունակ հնարքներով։ Այդ քաղաքացուն, ով որոշակի վերաբերմունք ունի արցախցի մեր հայրենակիցների նկատմամբ, ասում է. «Դու աշխատել ես, տվել ես Արցախցուն, իսկ նա տես չի գնահատում։ Հիմա էլ եկել է Հայաստան ու էլի քեզանից ինչ-որ բան է պահանջում»։ Փաշինյանն այս հնարքով եւ այս կերպ մտածողների քվեի տերն է։ Որպես կանոն, Փաշինյանի ընտրողը նույնպիսի բացասական վերաբերմունք ունի Արցախի ու արցախահայերի նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանի մարտավարական քայլերից մեկն էլ այն է, որ քարոզարշավի շրջանում արցախցիները չհամարձակվեն խոսել, տրամադրություններ չգեներացնեն։ Նա ամեն քայլափոխի դեռ հանդիպելու է Արցախի մեր հայրենակիցներին, նրանք հիշելու եւ հիշեցնելու են։ Նախապես Նիկոլ Փաշինյանը փորձում է կանխակալ հարվածներով չեզոքացնել հետագա տհաճ հանդիպումների հեռանկարը։ Բայց որքան երկար այս խոսույթը շարունակվի, այնքան խորանալու է ոչ միայն քաղաքական, այլև հասարակական պառակտումը, հետևանքներով, որոնցից փախչել այլևս չի ստացվելու։ Սա լուրջ ռիսկեր է ստեղծում հենց Նիկոլ Փաշինյանի համար, քանի որ մեղադրանքի վրա կառուցված դիսկուրսը ունի բումերանգի էֆեկտ։ Այն կարող է ցանկացած պահի շրջվել հենց իշխանության դեմ, հատկապես ճգնաժամային իրավիճակներում։ Այդ պահին արդեն ոչ միայն ընդդիմադիրները, այլ նաև երբեմնի աջակիցները կարող են նույն տրամաբանությամբ հարցադրում անել. ով է իրականում պատասխանատուն։ Իսկ այնտեղ, որտեղ երկար ժամանակ պատասխանատվությունը ցրված է եղել, այն սովորաբար վերադառնում է ավելի կոշտ ձևով, կենտրոնանալով հենց իշխանության վրա։